Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել Իրանին, հրեական պետության բնտվյալով հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս եւ կարող է շարունակվել մի քանի օր։ Ամերիկյան զինված ուժերը մասշտաբային ռազմական գործողություններ են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին, զորքերին, արտասահմանյան ռազմաբազաները եւ մեր դաշնակիցներին, վերացնելով իրանական ռեժիմից բխող սպառնալիքները։ Նրանք աջակցել են ահաբեկչությանը, մենք դա այլևս չենք հանդուրժելու։ Այդ ռեժիմը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ահա ինչու անցած տարի ոչնչացրինք Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում նրանց միջուկային ծրագիրը, զգուշացրինք չվերսկսել միջուկային զենքի մշակումը եւ փորձեցինք գործարք կնքել։ Փոխարենը նրանք փորձեցին զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը։ Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները, նավատորմը եւ հողին ենք հավասարեցնելու հրթիռային արդյունաբերությունը։ Հնարավոր է զոհեր ունենանք, բայց դա հաճախ պատահում է պատերազմի ժամանակ։ Բայց մենք սա անում ենք հանուն ապագայի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին եւ ոստիկանությանը հորդորում եմ վայր դնել զենքերը։ Դիմում եմ Իրանի հպարտ ժողովրդին, ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, ամենուր ռումբեր են թափվելու։ Երբ ավարտենք, ձեր կառավարությունը ձերը կլինի։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ բարեկամին, նախագահ Թրամփին իր պատմական առաջնորդության համար։ 47 տարի է այաթոլլաների ռեժիմը բղավում է մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդն իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին։ Առաջիկա օրերին առյուծի մռնչյուն գործողությունը պահանջելու է բոլորիցս տոկունություն ցուցաբերել։ Առավոտից պայթյունները շարունակվում են Թեհրանի կենտրոնական եւ այլ հատվածներում, Սպահանում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում եւ այլ բնակավայրերում։ Հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտի խոցման մասին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների թիրախում են պետական, ռազմական եւ այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները։ Հայտնի է քաղաքացիական զոհերի մասին։ Մինաբի տարական դպրոցի թիրախավորման հետևանքով մի քանի տասնյակ աշակերտ է զոհվել եւ վիրավորվել։ Հաղորդվում է բարձրաստիճան զինվորականների շրջանում կորուստների մասին։ Իրանի հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին եւ նախագահ Մասուդ Փեզեշքյանը տեղափոխվել են անվտանգ վայր։ Տեղեկություններ կան, որ նրանց նստավայրերին հարվածներ են հասցվել։ Իրանի օդային տարածքը փակվել է։ Իսլամական Հանրապետությունն էլ մի քանի փուլով պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Պայթյուններ են որոտացել Թել Ավիվում եւ Հայֆա նավահանգստային քաղաքում։ Հաղորդվում է ավերածությունների մասին, հայտնի է առնվազն 1 վիրավորի մասին։ Հրեական պետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Թեհրանից նախազգուշացրել են այնպիսի դաս են տալու Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչպիսին դեռ պատմությունը չի տեսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան տեղի է ունենում Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական գործընթացի ֆոնին։ Նրանց հարվածները խախտել են միջազգային իրավունքը, Իրանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, թիրախավորել են երկրի քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Իրանի զինված ուժերը կարձագանքեն ամբողջ ներուժով։ Կոչ են կանում Միացյալ Ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել նաև Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։ Գործի է դրվել ՀՕՊ համակարգը, հաղորդվում է, որ հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ, սակայն որոշ հատվածներում ծխիսյուններ են նկատվել։ Տեղեկություններ կան, որ պայթյուններ են որոտացել Դուբայում, Աբու Դաբիում 1 մարդ զոհվել է։ Ամեն ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի խախտում է որակել իրանական հարվածները, իրեն իրավունք վերապահելով արձագանքել տեղի ունեցածին։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Կատարը։ Լուրեր են շրջանառվում, որ պայթյուններ են եղել Էրբիլում, Թուրքիայի հարավում, Սաուդյան Արաբիայում եւ Հորդանանում։ Տարածաշրջանային մի շարք երկրներ, այդ թվում Սիրիան, Լիբանանը, Իրաքը հայտարարել են իրենց օդային տարածքը փակելու մասին։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով Իրաքում հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել։ Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Իրանում զարգացումների հետ կապված։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ կապ են պահում տարածաշրջանում գործընկերների հետ։ Տարածաշրջանային եւ միջուկային անվտանգության պաշտպանությունը հրամայական է։ Եվրամիությունը հակաիրանական պատժամիջոցներ է կիրառել եւ աջակցում է միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցով դիվանագիտական կարգավորմանը։ Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը եւ հարգեն միջազգային իրավունքը։ Մոսկվան կոչ է արել վերադառնալ դիվանագիտական երկխոսության, պատրաստակամություն հայտնելով նպաստել հավասարակշռված խաղաղության վերականգնմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն անխոհեմ եւ անհիմն է որակել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները։ Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին, շնորհակալություն հայտնելով Դոնալդ Թրամփին իրանցիներին օգնության հասնելու համար։ Նրա խոսքով մոտենում է կրկին փողոցներ դուրս գալու եւ բողոքի ձայն բարձրացնելու ժամանակը։ Նախորդին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ
որ դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ կապված, սակայն դժգոհ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններից, որոնք մեկնարկել էին վերջին օրերին։ ԱՄՆ նախագահը պնդել էր, Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, հավելել, երբեմն հարկավոր է լինում ուժ կիրառել։ Հարկ է նշել, որ Թեհրանը եւ միջնորդի դեր ստանձնած Օմանը դրական էին գնահատել Վաշինգտոնի հետ բանակցությունների ընթացքը։ Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից եւ թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում։ Դիանա Գասպարյան, լուրեր։